Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր աշխատանքային օր է, օրը երկուշաբթի եւ ինչպես խոստացել ենք ամեն աշխատանքային օր այս ֆորմատով քննարկելու ենք մամուլի կարևորագույն հրապարակումները։ Այսօր քանի որ չկա հայկական տպագիր մամուլ, ամեն երկուշաբթի նման հրապարակումներ չեն լինում, երկուշաբթի օրին կարծում մենք կհանդիպենք միայն մեր հրապարակումները քննարկելու եւ այսպես։ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պոպուլիզմի դռները բացեց, Նիկոլ Փաշինյանը մտավ ու փակեց ներսից, բոլորին դուրս նետելով, այդ թվում հենց իրեն Տեր-Պետրոսյանին։ 2012 թվականին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի շնորհիվ դարձավ падգամավոր, բայց նույնիսկ դրանից առաջ 2008-ի արյունոտ մարտի 1-ի ժամանակ նա լևոնական ճակատի հիմնական ղժղժան տղան էր։ Տեր-Պետրոսյանն է նրան սարքել քաղաքական կերպար, նետելով նրան փողոցային խառնակցության առաջին գիծը, մամուլո խոսքի անվան տակ ատելության քարոզ անելու համար։ Այդ նույն ատելությամբ Փաշինյանն այսօր խփում է իր քաղաքական հոգեհորը, ասում է Տեր-Պետրոսյանն ընտրությունների կեղծման հիմնադիրն է, այսինքն Փաշինյանն իր падգամավոր դառնալը պարտական է ընտրակեղծարարին։ Ու սա ասում է այն մարդը, ում կարիերան ամբողջությամբ խարսխված է ուրիշների փառքի մնացորդների վրա, երբ պետք էր Տեր-Պետրոսյանին անվանում էր իր մի հանճարեղ տեսաբան, հիմա պետք է դարձրել է ժողովրդի թշնամի ու կդարձնի։ Ում եք զարմացնում, պարոն Փաշինյան, դուք քաղաքական պարտքի զգացում չունեք ոչ մեկի հանդեպ, ոչ սպանված զինվորի մոր, ոչ արցախցի փախստականի, ոչ էլ ձեր քաղաքական ծնողի։ Ձեր մեջ կա մի բան, որ սովորական դավաճանությունից էլ ստոր է, դա է ուրացումը։ Եվ դա չի բուժվում, դուք անբուժելի հիվանդ եք, ու դա մենք արդեն արձանագրել ենք։ Իսկ Տեր-Պետրոսյանը, եթե այսօր դառնացել է, թող չմեղադրի ոչ ժամանակին, ոչ էլ Նիկոլին։ Հետ շրջվեք ու լավ նայեք։ Դուք եք ստեղծել այս հրեշին, դուք եք նրան բերել դաշտ, նրան շուն եք դարձրել Արցախի դեմ, բայց այդ շունը հիմա խելագարվել է ու կծում է հենց ձեզ, ինչպես ժողովուրդն է ասում, շունն իր տիրոջն է կծում։ Վերջում մի հարց. Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցողների ճակատագիրը տեսնելիս դեռ մարդ մնացել է, ով կկասկածի, ուրացողին երբեք չի կարելի վստահել։ Ես երեկ նաև նկատեցի Facebook-ում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ, հասարակության մի շերտ կա, որը բնական այսպես հակադարձում է Նիկոլ Փաշինյանին բոլոր պարագաներում եւ անգամ աբսուրդի աստիճանի հասնող, որ այդ մարդիկ պաշտպանում էին Տեր-Պետրոսյանին, ասելով ոչ, Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար չէ, այո, Նիկոլ Փաշինյանը սրիկա է եւ իր սրիկայությունները շարունակում է եկեղեցու նկատմամբ, այո, Տեր-Պետրոսյանը լավ է արել, որ գնացել ու աջակցություն հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին, բայց դա ամենևին չի ջրում Տեր-Պետրոսյանի մեղքերը եւ այո, Տեր-Պետրոսյանը Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիր հայրն է։ Էնպես որ չի կարելի Փաշինյանին հակադարձելու համար ուրանալ ճշմարտությունը եւ չի կարելի անհանգստանալ, որովհետեւ ինձ համար Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը այս վեճը ներընտանեկան վեճ է, Եթե կա խնդիր, ապա սպասեք, թող Տեր-Պետրոսյանական Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Ավետ Պողոսյանը, որոնք Տեր-Պետրոսյանի շնորհիվ քաղաքական ասպարեզ են եկել, հայտնվել են նաև Նիկոլ Փաշինյանի թիմում, նրանք հակադարձեն Նիկոլ Փաշինյանին կամ եթե չեն կարող հակադարձել, չեն կարող նույն որակի պատասխան տալ Նիկոլ Փաշինյանին, ապա թող հրաժարական տան եւ թողնեն իրենց պաշտոնները որպես դեմարշ։ Հաջորդ հոդվածը. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելուց հետո ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսը։
2019-ին նա հեռացավ պաշտոնից, ուղեկցելով հստակ քաղաքական ուղերձով, իսկ արդեն 2020-ի գարնանը հիմնեց Հայրենիք կուսակցությունը ընդդիմադիր դիրքավորումով։ Սակայն պատերազմը եւ հետպատերազմյան ցնցումները ձգեցին գիծը նրա քաղաքական կայացման հնարավորության տակ։ 2020-ի աղետալի պատերազմից հետո ընդդիմադիր դաշտը վերաձևավորվեց, առաջին պլան անցան նախկին նախագահները եւ դաշնակցությունը։ Այս շրջապտույտում Վանեցյանն ուներ եւ ակտիվ դերակատարություն եւ գրեթե լիակատար ճանաչելիություն, բայց քաղաքական նորեկ լինելը, անփորձությունը եւ տարբեր բևեռների հանդեպ ունեցած հակասական ընկալումները թույլ չտվեցին նրան ամրապնդվել։ Ընդդիմադիր ճամբարում իր դիրքերը խոցելի էր նաև այն պատճառով, որ նա նախկինում ղեկավարել էր նույն ԱԱԾ-ն, որը Փաշինյանի օրոք հետապնդում էր հենց այդ նույն ընդդիմադիր դաշտի առաջնորդներին։ Հասարակությունը նրան տեսնում էր ոչ այն կողմի խաղացող։ Իշխանությունների հետապնդման տակ գտնվող նախկին պաշտոնյաների կողքին կանգնելը դարձավ իշխանական քարոզչության Վանեցյանին թիրախավորելու հարմար պատուհան։ Նա հայտնվեց գծի երկու կողմերում եւ նախկինների հետ եւ նախկիններին հետապնդած կառույցի առաջնորդի կարգավիճակում։ Ամբողջ այս հակասությունն էլ ձևավորեց անվստահության պատը։ 2021-ի արտահերտ ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը եւ Սերժ Սարգսյանի քարոզարշավում հիմնական դեր տալը Վանեցյանին վերջնականապես դասեց նախկինների դաշտում։ Եվ նույնիսկ եթե որոշ գնահատականներ չափազանցված էին, Վանեցյանը սեփական որոշումներով այդ ընկալումները լեգիտիմացրեց։ Նա կորցրեց քաղաքական սուվերենությունը, ընկալվելով ոչ թե որպես առանձին ֆիգուր, այլ Սերժ Սարգսյանի մարդ։ 2022 թվականին դիմադրության շարժման ձախողումից հետո Վանեցյանն իջավ քաղաքական առաջին գծից։ Նա դուրս եկավ խորհրդարանից ու երկար ժամանակ լռեց, կարծես վերաիմաստավորելով սեփական քաղաքական դերն ու տեղը, սակայն նրա վերադարձին կրկին ուղեկցեցին Սերժ Սարգսյանի հետ կապերի մասին խոսակցությունները։ Դա հատկապես սրվեց, երբ իմպիչմենտի մասին գործընթացում, որը նախաձեռնվել էր երրորդ նախագահի մերձակա շրջանակի կողմից, հաճախ հիշատակվեց Վանեցյանի անունը։ Հանրային ընկալման մեջ դա վերածվեց կասկածի, կրկին մասնակցում է Սերժ Սարգսյանի խաղին, ինչ է։ Մամուլի շրջանառած տեղեկությունների համաձայն Վանեցյանին առաջարկվել է դառնալ իմպիչմենտի Սերժ Սարգսյանի թեկնածուն, եւ եթե նա համաձայներ, ապա 2026-ի ընտրություններից առաջ միանշանակ կբետոներ իր քաղաքական անկախության կորուստը։ Այս սցենարը կարող էր վերջ դնել Վանեցյանին որպես ինքնուրույն խաղացողի ցանկացած հավակնությանը։ Բայց Վանեցյանն այս անգամ ընտրեց հրաժարվելու եւ դուրս գալու ուղին։ Նա չգնաց այս րոպեական շահի հետևից եւ ըստ էության խզեց կապերը Սերժ Սարգսյանի գծած քաղաքական մատրիցայի հետ։ Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ նա հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, ապա պարզ է դառնում, որ Վանեցյանը փորձում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը առանց իր հիմնական խնամակալների թելադրանքի։ Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել, սակայն Վանեցյանը բացել է հնարավորության դուռն ինքն իր համար։ Այժմ մնում է վերջնականորեն հատել սահմանը, փակել նախկինների հետ նույնականացման էջը եւ հաստատվել որպես սուվերեն քաղաքական դերակատար նոր իրականության մեջ։ Մեր գործունեության ընթացքում մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեությանը եւ սա կարծում եմ այդ ամբողջ անդրադարձների քննադատության այսպես խտապատկերներ եւ նաեւ իրապես այս հոդվածով մենք հնարավորություն տեսնում ենք Արթուր Վանեցյանի համար ապագայում առանձին քաղաքական ֆիգուր ներկայանալու համար, ընդ որում եթե նա կարողանա ի վերջո ամրապնդել այն տեսակետը, որ ինքը որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի հետ կամ առնվազն չի գտնվում նրա ազդեցության տակ, կարծում ենք երկարաժամկետ ապագայում իր դիրքերը կարող են լավանալ քաղաքական դաշտում։ Բայց եթե փորձի վերադառնալ այն նույն շրջապտույտին, ինչից փորձում է դուրս գալ, կարծում ենք ամեն բան իր համար ավարտված կլինի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական օրակարգից դուրս է մղվել սոցիալական եւ տնտեսական խնդիրների քննարկումները։
Ամեն ինչ պտտվում է անվտանգային հարցերի շուրջ, եւ եթե անկեղծ լինենք, ապա այդ խոսակցությունները մարդկանց արդեն հոգնեցրել են։ Ամեն օրվա հացի համար պայքարող քաղաքացին ժամանակ եւ էներգիա չունի մտածելու անվտանգային կամ աշխարհաքաղաքական հարցերի մասին։ Քաղաքական ուժերն էլ չեն կարողացել գտնել ոսկե միջինը, որտեղ սուր քաղաքական թեմաների կողքին կքննարկվեն եւ կպահեն ուշադրության կենտրոնում սոցիալ-տնտեսական խնդիրները։ Հայաստանի քաղաքական դաշտում այս հավասարակշռությունը 2023 թվականից պահում է Մայր Հայաստան շարժումը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Շարժումը քաղաքական պայքարի մեջ մտավ, երբ Արցախը շրջափակման մեջ էր, եւ բնական է, որ քննարկումների կենտրոնում Արցախն էր։ Սակայն Երևանի ավականու ընտրություններում պատկառելի ներկայություն ունենալուց հետո շարժումը ակտիվորեն ներգրավվեց նաև քաղաքացիների սոցիալական խնդիրների բարձրաձայնման գործին։ Մայր Հայաստանը փողոցում էր, երբ իշխանությունը որոշեց եռակի անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի սակագինը։ Շարժումը դատական հայցեր ներկայացրեց քաղաքային իշխանությունների դեմ, այն ժամանակ, երբ վերջիններս 13 անգամ թանկացրեցին կայանատեղիների վճարը։ Այսօր Մայր Հայաստանի ջանքերով տրանսպորտի սակագնի բոյկոտը շարունակվում է, եւ քաղաքացիները չեն վճարում թանկացված տրանսպորտի համար։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ քաղաքային իշխանությունները ստիպված եղան օրերս ընդունել իրենց տապալումը, հայտարարելով, որ քաղաքացիների բոյկոտի պատճառով չեն կարողանում հավաքագրել նախատեսված միջոցները, ուստի խոստացված տրոլեյբուսները չեն կարող ներկրել։ Սա վստահաբար մեծացնելու է քաղաքացիների դժգոհությունը, ինչը կհանգեցնի բոյկոտի ծավալների ընդլայնմանը։ Վերջապես իշխանությունները ստիպված կլինեն ընդունել Մայր Հայաստանի օրակարգը, քաղաքային տրանսպորտի սակագինը պահպանել 100 դրամ եւ եղած միջոցներով համակարգի թարմացում իրականացնել։ Կայանատեղիների հարցում եւս քաղաքային իշխանությունները տապալվեցին։ Նրանք դատարանում պարտվեցին Մայր Հայաստան շարժմանը եւ այսօր քաղաքացիները կարող են ընդհանրապես չվճարել կայանատեղիների համար։ Քաղաքային իշխանությունների ապօրինությունների դեպքում պաշտպանվելով դատական կարգով Մայր Հայաստանը ցույց տվեց, որ դա լիովին իրատեսական է։ Մայր Հայաստանի գործունեությունը մեր կարծիքով լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես պետք է լինի իրական օրակարգ ունեցող քաղաքական միավորը։ Քաղաքական, անվտանգային եւ սոցիալական խնդիրների բարձրաձայնումը պետք է չբացառի մեկը մյուսին։ Հանրությունն իրավունք ունի իր բոլոր հարցերի պատասխանները ստանալ քաղաքական ուժերից։ Այս խնդրի մասին, որը հիշատակվում է հոդվածում, իրապես կարելի է շատ ու շատ անգամներ խոսել, որովհետև մեր քաղաքական ուժերը իրականում կտրվել են ինչ-որ իմաստով իրականությունից։ Այո, անվտանգային խնդիրներ իհարկե ամենասուրն են դրված եւ ամենաշատը պիտի քննարկվեն, բայց դրա ֆոնին չպիտի մոռացվի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ Որքան էլ այս ստախոս իշխանությունները պնդում են, թե քաղաքացիները 2018-ի համեմատ 2025-ին 50%-ով լավ են ապրում, իրականում քաղաքացիները վատ են ապրում։ Քաղաքացիները ամենօրյա ռեժիմով պայքարում են իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների դեմ։ Հիմա էլ, տեսեք, գյուղատնտեսական ամենաթեժ սեզոնն է եւ իշխանությունների անտարբերության, անգործության, հաճախ հանցավոր գործունեության հետևանքով ես ինքս տեսնում եմ, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները, միրգ բանջարեղեն մթերողները այսպես անլուծելի վիճակում են հայտնվել, որովհետև Վրաստանն է խնդիրներ առաջացնում, Ռուսաստանում կան խնդիրներ, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում, բացի այդ խնդիրները սրելուց։ Երեք հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կրկին վթարի մասնակից է դարձել, սա թվով արդեն երրորդ մեծ հայտնի դեպքն է եւ այս մասին մեր հոդվածը։ Հայաստանի պատմության մեջ երբեք չի իրականացվել այս ծավալի անվտանգության միջոցառումներ մեկ ղեկավարի համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի շարժն այսօր ոչ միայն ուղեկցվում է հատուկ ջոկատայինների ու զրահապատ մեքենաների շարանով, այլև իր անցած ճանապարհին հնչում են ահազանգեր մահվան, վրաերթի, վթարների մասին։ Դա սովորական չէ, սա արդեն անվտանգություն չէ, այլ վախից ծնված մոլուցք։ 2021 թվականի մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը արտաքին գործերի նախարարության շենքի մոտ վթարի էր ենթարկել երկու քաղաքացու։ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն։ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող Toyota Prado-ն վրաերթի ենթարկել
քննարկեց 28-ամյա հեղի կնոջ, տեսախցիկները արձանագրել են, կինը անցնում էր հետիոտնային անցումով, մեքենան անցավ ուղիղ նրա վրայով, իսկ Փաշինյանի մեքենան այդ պահին սառը կերպով շարունակեց երթևեկությունը, անգամ չկանգնելով, կինը եւ նրա դեռ չծնված երեխան մահացան տեղում։ Ոստիկանության մոտ կանգնած ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց կանխելու ողբերգությունը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Արդեն այս տարվա հունիսի 8-ին հրապարակը հայտնեց Սյունիքից վերադառնալից Փաշինյանի շարասյունը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել։ Վրայերթի ենթարկելով քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժել են նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի թիկնապահներից մի քանիսը։ Փաշինյանի Շարասյան արդեն հնարավոր չէ վստահել։ Այսօր նրա շքախումբն ավելի շատ հիշեցնում է օկուպանտ ուժերի ավտոշարասյան, որոնք ներխուժում են թշնամական բնակավայր, քան վարչապետի ավտոշարասյան բնական երթևեկության։ Եվ այս ամենի պատճառը մեկն է. Փաշինյանը վախենում է։ Այս ընթացքում մամուլը հասցրել է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը տասնյակներով ավելացրել է իր թիկնազորի թվաքանակը, իսկ իր անվտանգությունն ապահովող կառույցը ՊՊՑ-ն առանձնացրել է ԱԱԾ-ից եւ այն վերածել անձամբ իրեն ենթակա մարմնի։ Ինչու է այսքան վախեցած Փաշինյանը, որովհետև նա գիտի ինչ է արել, գիտի, որ կործանել է Արցախը, ապակայունացրել երկիրը, խորացրել պառակտումը, եւ երբ ղեկավարը գիտի, թե ինչ դավաճանություն է գործել սեփական ժողովրդի հանդեպ, նա շրջում է զրահապատ մեքենաներով ու այդ ճանապարհին մարդիկ մահանում են։ Այսօր Հայաստանի բնակիչը պետք է զգուշանա ոչ միայն գազից, հացի ու պատերազմի հարցերով, այլև զգուշանա նաև Փաշինյանի շարասյունից, քանի որ ամեն անգամ նրա մեքենաների անցնելը կարող է մեկ քաղաքացու կյանք արժենալ։ Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ սա ավելորդ անհրաժեշտություն չի առաջանա ձեզ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ անվտանգային միջոցառումները ձեռնարկում իր սեփական անվտանգությունն ապահովելու համար, եթե հիշում եք, հոդվածում հիշատակված չէ, բայց ես հիշեցնեմ, որ 2021 թվականին Փաշինյանի ավտոշարասյունը անցնելով բողոքավոր քաղաքացիների կողքով ավտոշարասյան թիկնազորին պատկանող մեքենայից ուղղակի ավտոմատները ուղղված էին քաղաքացիների վրա եւ այդ կարգի մարդիկ վախեցած են իրենց սեփական երկրի քաղաքացիներից։ Վերջին օրերին ամենաակտիվ կրկին քննարկվող թեման այն է, որ Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանին պատկանող պատիվ ունեմ խմբակցությունը ազգային ժողովի տեխնացու են առաջադրել, մեր հաջորդ հոդվածը հենց այդ տեխնացուի մասին է։ Հայաստանի ներքաղաքական դաշտը հերթական անգամ անսպասելի շրջադարձ արձանագրեց, երբ պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց վարչապետի տեխնացուի առաջադրման մասին։ Ըստ հայտարարության Նիկոլ Փաշինյանի դեմ նախաձեռնված իմպիչմենտի գործընթացում պատիվ ունեմը վարչապետի տեխնացուի առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այս քայլը հնչեղություն ստացավ հատկապես այն պատճառով, որ գործընթացին միացան ՀՀԿ-ն ու անձամբ Սերժ Սարգսյանը, ով հիշեցնենք ընդամենը 1 ամիս առաջ հայտարարել էր, թե իրենք իշխանության գալու որևէ հավակնություն չունեն։ Ստացվում է կա հստակ հակասություն մի կողմից հնչած հրապարակային մերժում, իսկ մյուս կողմից պետության ղեկավարի պաշտոնին տեխնացու առաջադրելու գործնական քայլ։ Եվ եթե այս ամենը դիտարկենք ոչ միայն քաղաքական, այլև մարտավարական տեսանկյունից, ակնհայտ է դառնում Սերժ Սարգսյանն այս գործընթացում փորձում է խաղալ նվազագույն կորուստներով։ Հանրային եւ քաղաքական շրջանակներում ակնհայտ է նախաձեռնված իմպիչմենտի փորձը դատապարտված է տապալման։ Անկամ այն ուժերը, որոնք հարկադրված են Փաշինյանին, հակառակվում են Փաշինյանին, նրանք չմիացան այս գործընթացին, թե մեխանիկորեն անհրաժեշտ ձայներ չկար, թե քաղաքական իմաստով նախաձեռնությունն այդպես էլ չձևավորվեց որպես համաժողովրդական օրակարգ։ Այդ իսկ պատճառով առաջադրված տեխնացուն պրովինցիալ համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շատերի կողմից ընկալվեց ոչ թե որպես իրական այլընտրանք, այլ որպես քաղաքական խաղի պատրվակ, որով Սերժ Սարգսյանի թիմը կարող է դուրս գալ իրավիճակից առանց բացահայտ ձախողում կրելու։ Եթե գործընթացը լուրջ լիներ, Սերժ Սարգսյանի ընտրությունը կկանգներ իր քաղաքական թիմի ծանր քաշայինների միջև, օրինակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ով տարիներ շարունակ հանդես է գալիս իբրև գլխավոր ընդդիմախոս, ՀՀԿ-ում հավատում են այս պնդմանը, կամ Արման Թաթոյանի, որի համար վերջին տարիներին Սերժ Սարգսյանը քարոզչական մեծ աշխատանք է իրականացրել։
Որպես մշակութային շեշտադրում պետք է տեսնել Մեհեր Մկրտչյանի նկարահանված «Իշխանություն» 2 ֆիլմը, որն ըստ տարբեր աղբյուրների գրվել է Սերժ Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ։ Ֆիլմում գործող անձանցից մեկը՝ Ալիսան, քաղաքական վերելքի է հասնում այն բանից հետո, երբ ստանում է կոմպրոմատների փաթեթ Սերժ Սարգսյանին մարմնավորող կերպարից։ Այստեղ ըստ էության կար ակնարկ այն կոմպրոմատների մասին, որոնք ունի Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության որոշ անդամների վերաբերյալ։ Սակայն այսօր տեղի ունեցողը այդ միֆից շատ հեռու է։ Դավիթ Համբարձումյանը ոչ կոմպրոմատներ ունի, ոչ հանրային աջակցություն, ոչ էլ Ալիսայի բախտը։ Իսկ եթե Ալիսան գոյություն ունի իրական քաղաքական կյանքում, ապա Համբարձումյանը ընդամենը զոհաբերվող ֆիգուր է նրա հաջորդ քայլերի ապահովման համար։ Այդպիսով Դավիթ Համբարձումյանի առաջադրումը ավելի շուտ քաղաքական մանևր է, քան լուրջ մարտահրավեր իշխանություններին, իսկ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված այս քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իրական պլանները թաքցված են ոչ թե առաջադրված թեկնածուի, այլ գալիք ավելի կշիռ ունեցող գործողությունների հետևում։ Իսկ Համբարձումյանը Սերժ Սարգսյանի իրական Ալիսան չէ, նա ընդամենը հեքիաթից դուրս մնացած անուն է, որին կարելի է օգտագործել և մոռանալ։ Վերջին անդրադարձը մեր կլինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որով իմ գնահատմամբ, եւ կարծում եմ այստեղ դուք շատերդ կհամաձայնեք, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումների նախապատրաստություն է տենում կամ սպառնում է նման բախումներով, եթե կաթողիկոս Գարեգին Բն չթողնի հայրապետական աթոռը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին անգամ չէ, երբ քաղաքացիական պատերազմ հրահարելու սպառնալիք է հնչում։ Ես հիշեցնեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ինքը իրական իշխանության կորստի վտանգի առաջ էր կանգնած, կոչ արեց իրեն աջակցողներին, ովքեր զինված են եւ գտնվում են առաջնագծում, իջնել դիրքերից, ասելով մենք քաղաքում խոսակցություն ունենք, հետո սպառնում էր, որ կգնա այն քաղաքացիների, քաղաքական գործիչների հետևից, ովքեր փորձում են տապալել իր իշխանությունը։ Իհարկե, այդտեղ գործընթացը չգնաց այն ճանապարհով, որով նախատեսում էր Նիկոլ Փաշինյանը, որովհետև այս կողմում հետ քաշվեցին, գործնական քայլեր չարեցին։ Հիմա էլ իմ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը վեհապարին սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահարելով, հույս ունենալով, որ վեհապարը պիտի վախենա ու հետ քաշվի։ Բայց նկատենք, որ ամեն անգամ, երբ Փաշինյանի սպառնալիքի տակ հետ քաշում է տեղի ունենում, դա ամենևին չի նշանակում, թե Փաշինյանը կանգնել է։ Փաշինյանը հայ ժողովրդի, հայ հասարակության հետ վարվում է այնպես, ինչպես Ադրբեջանն ու Ալիևն են վարվում Հայաստանի հետ։ Ամեն անգամ պատերազմի սպառնալիքով կորզում են զիջումներ, ստանալով այդ զիջումները նոր սպառնալիք են հնչեցնում եւ նոր զիջումներ են պահանջում։ Փաշինյանն էլ սպառնացել է քաղաքացիական պատերազմում, պահել է իր պաշտոնը, հետո ընտրություններով կարողացել է մոլորեցնել ժողովրդին, վերընտրվել է, հիմա քաղաքացիական պատերազմի սպառնալիքով փորձում է հասնել վեհապար հայրապետին հեռացնելու իր նպատակին։ Նիկոլ Փաշինյանը գրել է. Գարեգին Բն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բն փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին Բն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդավանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նոր ընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Սա ուղիղ կոչ է քաղաքացիական բախումների նախապատրաստության, որովհետև մենք տարբեր եթերների ընթացքում բացատրել ենք, Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հետ որևէ կապ ունենալ չի կարող։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որ նշում է, թե խանդավանքով է վերաբերվում հայկական մասունքներին, ես հիշեցնեմ, որ իր գրքում, իր հեղինակած այդ երկրի հակառակ կողմը գրքում Փաշինյանը ծաղրում է հայկական
մշակութային ժառանգությունը, այդ մշակութային ժառանգությունից առանձնացնելով գառնու տաճարը, նշելով, որ դա ընդհանրապես ինչ-որ բաղնիք է եղել։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը։ Բարոյականությունից խոսող Նիկոլ Փաշինյանը իր գրքում գրում էր, որ ինքը սիրում է սեռական կապի մեջ մտնել անչափահաս տղաների հետ։ Բարոյականությունից խոսող Նիկոլ Փաշինյանը իր շրջապատում ունի բարոյական արժեքներից զուրկ բազմաթիվ մարդկանց իր մտերիմ շրջապատում։ Իր բարոյական վարքագիծն էլ արդեն ասացի, այդպես փայլուն չէ, եթե չասենք խայտարակություն է ուղղակի։ Իսկ իր թիմակիցները, որոնք հաճախ ծաղրել են եկեղեցուն, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, հա, նրանք վստահաբար այս գործում աջակցելու են Նիկոլ Փաշինյանին։ Ամփոփելով պետք է ասել, որ իմ կարծիքով եւ կարծում եմ այստեղ ցանկացած խելամիտ մարդ պիտի ասի, որ վեհապարը չի կարող տրվել այս սպառնալիքին եւ չի կարող ուղղակի գրագիտության առումով անլվա, հա, քաղաքականության առումով տգետ, հանրային ազգային շահի կողմից տեսանկյունից դավաճան հրճակված մի մարդու այսպես քմահաճույքներին տրվել եւ թողնել հայրապետական աթոռը։ Իհարկե կարծում եմ այստեղ հոգեվոր դասը լուծումներ կգտնի։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։